Ադրբեջանի արտգործնախարարը Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և Մինսկի խմբի լուծարման կարևորությունը։ Օգոստոսի 8-ից հետո մենք դրական արդյունքներ ենք տեսնում, խաղաղությունն արդեն փաստ է, տեղի ունեցողը դրա ապացույցն է, ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Նրա խոսքով Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են կարգավորման գործընթացի ավարտին։ Բայրամովը շեշտել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը։ Նաև Ադրբեջանն ակնկալում է Թրիփի նախագծի արագ իրականացումը, դա նոր հնարավորություններ կբացի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և մեր տարածաշրջանի համար, հավելել է դիվանագետը։ Եվրամիությունը վճռական աջակցություն է հայտնում Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում վերջին զարգացումներին, հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ-հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Անչափ ոգևորիչ են խաղաղության ուղղությամբ վերջին դրական քայլերը, այդ թվում Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար ապրանքների տարանցման սահմանափակումների վերացումը, գրել է Գրոնոն X էջում։ ԵՄ-հատուկ ներկայացուցիչ Գրոնոն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների հետ կապված ծրագրերին։ Ողջունում ենք նաև Հայաստան-Թուրքիա հերթական հանդիպումը նախապատրաստելու մասին հայտարարությունը, որը նվիրված է լինելու Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնմանն ու վերագործարկմանը, հավելել է նա։ Գրոնոն շեշտել է, Եվրամիությունը պատրաստ է աջակցել վստահության մթնոլորտի ամրապնդման ջանքերին։ Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները, ըստ պաշտոնական հաղորդագրության Իրակլի Կոբախիձեն և Ալի Ասադովը քննարկել են երկկողմ գործակցությունը, բարձր գնահատել բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունների զարգացման դինամիկան։ Անդրադարձ է եղել առևտրի, տնտեսության, ներդրումների, տրանսպորտի և տարանցման, էներգառեսուրսների ոլորտներում շփումներն ընդլայնելու հեռանկարին։ Ասադովը նաև ելույթ է ունեցել Մետաքսի ճանապարհ համաժողովին, ի թիվս այլնի Ադրբեջանի վարչապետն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության ամրապնդման, հաղորդակցությունների ապաշրջափակման, Եվրոպան և Ասիան կապող երթուղու զարգացման կարևորությունը։ ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը և Բուդապեշտում Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հանդիպմանը։ Դոնալդ Թրամփը նշել է, որ դեռ պետք է մտածի այդ մասին, քանի որ չի ցանկանում ժամանակ ծախսել ու դատարկ հանդիպումներ ունենալ։ Չեմ պատկերացնում, ինչ կարող է դրանից դուրս գալ, նրանց ասել եմ, որ շփման գծում կանգ առնեն, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի կարծիքով Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը կարող է անցկացվել արդեն հաջորդ շաբաթ, սակայն ամերիկյան կողմը հայտնել է, որ մոտ ապագայում դա տեղի չի ունենա։ Այնուհանդերձ ներդրումների և տնտեսական գործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Հունգարիայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Կրեմլից նշում են, որ հանդիպման ամսաթվերը դեռ պետք է համաձայնեցվեն, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի։ Հունգարիայի վարչապետը հաստատել է, որ Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Հանրապետության արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը չի պատրաստվում կատարել միջազգային քրեական դատարանի որոշումը և ձերբակալել Պուտինին։ Հայտարարություններով է հանդես եկել Ուկրաինայի նախագահը, Զելենսկին հավատացրել է, Կիևը պատրաստ է ավարտել պատերազմը և երկխոսություն վարել, հաշվի առնելով շփման ներկայիս գիծը։ Սակայն դիվանագիտության նկատմամբ Մոսկվայի հետաքրքրությունը մարել է, ընդգծել է Զելենսկին։ Դիանա Գասպարյան, լուրեր։